Բարեձեզ ելի տնօրեն, փոխտնօրեն, ուսուցիչներ։ Այսօր ապրիլի 1-ին 2025 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Երևանցի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունենում նախագծային աշխատանք։ Նախագծի թեման է որոշ մասնագիտությունների հեռանկարը սպառնջարկի։ Նախագծի մասնակիցներն են Հարությունյան Ավետիքը, Էդգար Դարարյան, Կարեն Այգազյան, Նարեկ Շահինյան, Նաթանա Խասանամյան, Ժակ Շահինյան, Աստղիկ Կոկոյան, Ախտուր Շահինյան, Միլենա Պետրոսյան, Վիկոր Հագրյան, Նարեկ Սիգնաչյան, Արամ Սովկարյան, Սամվել Հոխոյան, Անգելինա Մուրադյան, Վիկոր Գինոյան, նախագծի նախագահ Աշխեն Շարյան, նախագծի թեմայի ղեկավար Զարա Գինոյան։ Հիմա կներկայացնենք ուսումնական նախագծի նպատակները, ձևավորել զարգացնել սովորական մասնագիտական հետաքրքրությունները, ձևավորել ինքնակրթությամբ զբաղվող հետաքրքրասեր նպատակասիրած անհատ, բարձրացնել աշխատանքների ակտիվությունը և ուսումնական հետաքրքրությունը։ Սովորող ինքնագնահատականի բարձրացմանը ձևավորել աշխատանքի մասնագիտությունների վերաբերյալ դրական վերաբերմունք, բացահայտել սովորողի նախասիրությունները, կարևորել համեմատել մասնագիտությունների բազմակը սարսաշրջանի ժամանակին։ Ուսումնական նախագծի լրջացուցիչ ծանոթանան պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներկայացնել ուսումնասիրության աշխատանքը և ձեռքբերումները նախագծային ընթացքում սովորողները կառուցեն արտահայտիչ հայցեքոսը։ Բացահայտել մասնագիտությունների փոխկապակցությունները, ներկայացնել մասնագիտությունները, կատարել համակարգչային ձևավորով ստեղծել շարքաշար, ինչպես նաև հավաքել նման մասնագիտությունների մասին ձեռքբերումներ, պատրաստել փաստարներ, պատրաստել շարքաշար, ներկայացնել փոխանցում։ Մասնագիտության ուսուցումը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է։ Այս քայլով է պայմանավորված հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը։ Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակությունների, հետաքրքրությունների և ազգային առանձնահատկությունների։ Մարդու կյանքում առաջնային խնդիրներից մեկը մասնագիտության գիտակցված ընտրությունն է։ Նորագույն տեխնոլոգիաների, կրթության, աշխատանքի զարգացման պայմաններում որոշ մասնագիտություններ ներկայացնում են նոր պահանջներ, ծնվում են նոր մասնագիտություններ։ Անձի մասնագիտական ուղղվածության և կարողությունների բացահայտման գործընթացը պետք է սկսել նախադպրոցական տարիքից։ Բացահայտման գործընթացը սուբյեկտ դիտարկելով ոչ թե միայն խորհրդատու մասնագետին, այլ ներառելով բոլոր ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեցող մարդկանց, առարկայական ուսուցիչներ, մանկավարժ մասնագետներ, հոգեբաններ, ծնողներ, գործընկերներ։ Հարցերը հասարակական հետաքրքրության են արժանացել միայն 19-րդ դարի վերջերից։ Իր ընդունակություններին համապատասխան ընտրած անհատը ավելի մեծ օգուտ է բերում իրեն և հասարակությունը։ Մասնագիտական ընտրության արդի հասարակության մեջ գնալով ավելի դժվարխնդիր է դառնում։ Մեր օրերում բեպարար զարգացող տեխնոլոգիաները թելադրում են տնտեսության նոր ուղղությունները, դժվարանում են աշխատաշուկայի կանխատեսումները և նոր սերնդի արժեքները, պահանջելով հետևողականություն, պլանավորում, գնահատում և միգուցե ժամանակի ընթացքում նպատակների սահմանում։ Մասնագիտական գիտակցությունը մարդու գիտակցություն է, որի համար որոշակի աշխատանքային գործունեությունը հանդիսանում է միջոց որպես կարծես ամեն սեփական նախնաբանություն հաստատելու համար։ Մասնագիտություն լատիներենով պրոֆեսոր բառ է, որը նշանակում է հայտարարում է մի գործը։ Մարդու աշխատանքային գործունեության տեսակ է, որն է որոշակի պատրաստություն և հանդիսանում մարդու կատարման աղբյուր։ Մասնագիտությունը տարանջատվում է կատարվող աշխատանքների բնույթով և պատրաստությամբ, ինչպես նաև աշխատանքային գործի կիրառմամբ։ Մասնագիտությունները լատիներեն ստից նշանակում է հատուկ, յուրահատուկ, հատուկ պատրաստությունների և աշխատանքային գործի վրա հիմնված գիտելիքների և կարողությունների համակարգ է, որը անհրաժեշտ է կիրառել այս կամ այն մասնագիտությունների շրջանակում։ Զբաղմունք աշխատանք է, որով անձը զբաղվում է տվյալ պարին և որը նրա համար հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուր։ Իդեպ զբաղմունքը կարող է համընկնել մասնագիտությունների հետ։ Ինչպես է ասում տարածաշրջանը մասնագիտությունը ընտրելու և զարգացման հարցում։ Տարածաշրջանը մեծ ազդեցություն է ունենում մասնագիտությունը ընտրելու և զարգացման վրա, քանի որ այն պայմանավորված է ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ մշակութային և բնագավառային առանձնահատկություններով։ Տարածաշրջանային պայմանները կարող են ուղղել մարդիկ որոշակի մասնագիտություններ, որոնք ավելի համապատասխան տվյալ տնտեսական և սոցիալական պահանջներին։
Ինչերից ներկայացում մասնագիտական պահանջարկ հասկացություն։ Մասնագիտական պահանջարկը ենթադրում է այն աշխատաշուկայի պահանջը, որը վերաբերվում է մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների այն տեսականում, որը անհրաժեշտ է աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքի համար։ Այն արտահայտվում է փաստով, թե որ մասնագիտությունների կարիք է կատարվել պահին կամ մոտապակայում և որքան մեծ կարիք է տրվել շուկայում։ Ոլորտի 2020-2030 թվականի պահանջված մասնագիտություններ։ Ոլորտի մի քանի մասնագիտություններ, որոնք պահանջված են 2020-2030 թվականներին, հատկապես 2020-ից հետո ժամանակահատվածում, որոնք ունեն մեծ աճ, միջին ծավալի բարձր աշխատավարձ և արագ զարգացման հնարավորություն։ Մասնագիտություններից մեկն է նորական ուժերի հրավերների պահանջարկն աճում համար։ Մասնագիտություններից մեկն է նորական ուժերի հրավերների պահանջարկն աճում նորական արագության պատճառով ստեղծվող և այսօր շուկայում հրավերների աշխատանքական քանդվող մասնագետները աշխատին է դասվում նաև ծրագրավորային ապահովման ինժեներների աշխատանքը։ Այս մասնագիտության պահանջարկն պատկանելիական առողջություն զուգահեռ է։ Ուժերի հրավերների մշակող ծրագրավորող է, որը ստեղծում և զարգացնում է հարվածների iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Այս մասնագիտությունը պահանջում է նախագծում և պլանավորում, ծրագրավորում և մշակում։ Տեղեկատվական ոլորտում մասնակցության շարքերին է նաև վիդեոխարար դիզայներներ ստեղծում են խաղային գաղտնապարերը, մեխանիկական սյուներներ և խաղային։ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները որոշվում են դիմորդների նախասիրություններով, որոնք արտացոլում են ինչպես աշխատաշուկայի միտումները, այդպես էլ հասարակության ընկալումները տարբեր մասնագիտությունների վերաբերյալ։ Վերջին տարիների տվյալների համաձայն ամենապահանջված մասնագիտություններն են։ Առաջին բուժական գործ Երևանի պետական իշխանական համալսարանի այս մասնագիտությունը տարիներ շարունակ առաջատար է 2023 թվականին 4:30 տեղի համար եղել է 6 հարվածումի դիմք։ Տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգության մասնագիտություններ։ Ոլորտի ղեկավարների, կադրերով զբաղվողների, մենեջերների համար անվտանգությունը մնա հիմնական մտահոգությունը, քանի որ կիբերհարձակումների հաճախականություն և շրջանակը շարունակում են աճել։